Այսօր շաբաթվա վերջին օրն է, այնպես է ստացվել նաև, որ ամսվա ու աշնան վերջին օրն է եւ ես ավանդաբար հենց այսօրը պատասխանում եմ իմ հետևորդների հարցերին եւ ամփոփում եմ քաղաքական շաբաթը։ Անշուշտ շաբաթվա գլխավոր իրադարձությունները շարունակում էին ծավալվել եկեղեցու շուրջ։ Այսօր ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանը շարունակում էր եկեղեցու ինստիտուցիոնալ ապամոնտաժման ուղղված իր հակասահմանադրական արշավը, այս անգամ նա Սուրբ Սարգիս եկեղեցում էր պատարագի, սա թվով 6-րդ ոչ կանոնիկ պատարագն է, ինչու եմ ասում ոչ կանոնիկ, առաջին երկուսը ակնհայտ է Հովանավանքի պատարագները կարգալույծ քահանայի կողմից էին, այդ հանգամանքով էին ոչ կանոնիկ, մնացած 4-ը թեև անցկացվել են Խաչիկ գյուղում, Արարատ գյուղում, Թալինում, այսօր էլ Սուրբ Սարգիսում եւ ձեռնադրված քահանաներն են պատարագը վարել, բայց դրանք ոչ կանոնիկ են, քանի որ պատարագի խոսքում զեղչվել է վեհապարի անունը։ Սա նույնպես այս պատարագները դարձնում են ոչ կանոնիկ կամ fake Նիկոլ Փաշինյան եւ fake բառերը կարծես դարձել են հոմանիշներ ու կյանքի բոլոր ոլորտներում, որ ոլորտում ուզում եք մատները դրեք, խաղաղությունը fake է, բարեփոխումները fake են, եկեղեցու հետ կապված նրա ձեռնարկները fake են, իհարկե fake լինելով ճակատագրական ու խիստ վտանգավոր են մեր պետության եւ երկրի ժողովրդի համար, բայց եկեղեցու հետ կապված իրադարձություններում շաբաթը հատկապես ուշագրավ էր, որովհետև այս շաբաթ շրջադարձային ինչ-որ իմաստով եղավ ու էլի բացասական հայ առաքելական եկեղեցու 54 arczepiskopos եպիսկոպոսներից 10-ը անցան Նիկոլ Փաշինյանի թրիտակով, նրանք այս շաբաթվա ընթացքում հասցրել են 2 հայտարարությամբ հանդես գալ, երկուսով էլ ըստ էության պահանջել են Արշակ Սրբազանի եւ վեհապարի հրաժարականները, հատկապես երեկվա հայտարարությունը այդ 10 եպիսկոպոսների, որին ես կանրադառնամ, շատ տարօրինակ հայտարարություն էր իր բառամթերքով, կառուցվածքով, լեզվամտածողությամբ։ Այդ եպիսկոպոսները արժանացել են նաեւ Նիկոլ Փաշինյանի ընդունելությանը, դա հուդաների խրախճանք էր հակաեկեղեցական արշավ իրականացնող վարչապետի մոտ։ Ահավասիկ ինչու Արշակ Սրբազանի թեման որպես պատրվակ օգտագործեցին, որտեղ քրեադատավարական օրենսգրքի ամբողջական խախտումներով իբրև թե Սրբազանի հետ կապված ինտիմ բնույթի մի տեսանյութ փորձաքննության է ուղարկվել, իբրև թե մեկ օրում փորձաքննության եզրակացություն է ստացվել, իդեպ այդ փորձաքննությունից ու եզրակացությունից ոչ Արշակ Սրբազանը, ոչ նրա փաստաբանը տեղյակ չեն եղել, բայց դա հայտնվել է ուրեմն խռովարար եպիսկոպոսների ձեռքին, սա արդեն քրեական օրենսգրքով տեղի է ունեցել հանցագործություն, այդ հանցագործության պատվիրատուն բնականաբար Փաշինյանն է, բայց շարքային քննիչն էլ հետո չի կարող պատասխանատվությունից խուսափել, վկայակոչելով, որ կատարել է պատվեր։ Ինչևէ, հիմա այս հիմքով այս 10 եպիսկոպոսները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կամ Նիկոլ Փաշինյանին ձայնակցելով կամ Փաշինյանի սատելիտը դառնալով պահանջում են կաթողիկոսի եւ Արշակ Սրբազանի հրաժարականները։ Միանգամից նկատեմ, որ տեղի ունեցավ մի իրադարձություն, որը ամբողջովին բացահայտեց Նիկոլ Փաշինյանի մտադրությունների ցինիզմը։ Նիկոլ Փաշինյանը վեհապարի հեռացումը վեհարանից պայմանավորվում էր այն հանգամանքով, թե իբր վեհապար տերը խախտել է կուսակրոնության ուխտը։ Նաև խոսում էր այն մասին, որ բարձրաստիճան հոգևորականները բիզնեսներ ունեն, աշխարհիկ կյանքի ցոփ ու շվայտ կյանքով են ապրում։
Այս 10 սրբազանների մեջ առնվազն 2-ի վերաբերյալ կասկածներ կան, որ նրանք կուսակրոնության ուխտը խախտել են, կամ նույնիսկ 3-ի։ Մասնավորապես բոլորը գիտեն, որ Առաքել սրբազանը որդի ունի, ավելին այդ որդին Արգիշտի Քյարամյանը շատ բարձր պաշտոններ է զբաղեցրել հենց Նիկոլ Փաշինյանի կաբինետում։ Վազգեն սրբազանի մասին, Միրզախանյանի մասին նույնպես մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ երեխա ունի։ Գևորգ Սրբազանի մասին ասեկոսեներ կան, որ սիրահետել է իր թեմի քահանաներից մեկի կնոջը եւ այլն եւ այլն։ Էլ չեմ ասում, որ Նիկոլ Փաշինյանի մոտ խռովարար կամ հուդայացած հոգևորականներին առաջնորդած Նավասարդ Կճոյանը, arczepiskopos-ը, կոռուպցիոն սկանդալների սիմվոլ է։ Հիշում ենք նրա մասին պատմությունները, Բենթլիի մասին պատմությունները, դրա մասին ամենաշատը ժամանակին դիմադիրներից խոսել է հենց Նիկոլ Փաշինյանը եւ ճիշտ է խոսել, որովհետեւ արատավոր այդ երևույթները կային։ Հիմա այս բազմաթիվ ուխտեր խախտած հոգևորականներով Նիկոլ Փաշինյանը մտադիր է բարենորոգել եկեղեցին։ Բնականաբար այստեղ բարենորոգման մասին խոսք լինել չի կարող, սրանով էլ բացահայտվում է Նիկոլ Փաշինյանի մտադրությունների ցինիզմը։ Հնարավոր չէ կոռուպցիայի սիմվոլով բարեփոխել եկեղեցին։ Հնարավոր չէ կուսակրոնության ուխտը խախտած բարձրաստիճան հոգևորականներով պայքարել իբրև թե կուսակրոնության ուխտը խախտած կաթողիկոսի դեմ։ Սա ուղղակի աբսուրդ է եւ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի իրական մտադրությունը ոչ թե եղել է ուրեմն եկեղեցին վատ բարքերից մաքրել, այլ եկեղեցին վարկաբեկել է, եկեղեցու ինստիտուցիոնալ ապամոնտաժումը, եկեղեցում տարբեր հակամարտ թևերի առաջացումը եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Այս 10 վեհապարին ուրացած, եկեղեցուն ուրացած հոգևորականների ցանկում հայտնվել է մեկը Հովնան arczepiskopos-ը, որը Միացյալ Նահանգների արևմտյան թեմի առաջնորդն է եւ ինսայդերական աղբյուրները իմ հայտնում են, որ հենց Հովնան arczepiskopos-ն է Նիկոլ Փաշինյանի սրտի կաթողիկոսի թեկնածուն։ Այսինքն նրան է փորձելու Նիկոլ Փաշինյանը դարձնել լուսավորչի գահակալ, գայտեր եւ Հովնան arczepiskopos-ի մասին կարծես թե արատավորող տեղեկություններ չկան։ Հիմա արդյոք սրանով են Հովնան Սրբազանին գայթակղել, որ նա խռովարարների հայտարարություններին, թե ոչ ես չեմ կարող պնդել, ամենայն դեպս ինսայդերական նման տեղեկատվություն ունեմ։ Մյուս հեղինակավոր սրբազաններին, ինչպես գիտեք, հատկապես երկուսին, Միքայել եւ Բագրատ սրբազաններին, Նիկոլ Փաշինյանը ազատազրկված է պահում, թերևս հենց այս նպատակով, որպեսզի երբ եկեղեցու շուրջ առաջացնի աննախադեպ այս ճգնաժամը, իր պլանները միջև վերջ իրականացնելու համար նրան խանգարողներ չլինեն։ Այսպիսի պատկեր է ստեղծվել եկեղեցու շուրջ, ճիշտ է, Նիկոլ Փաշինյանի թրի տակով անցել են 54 եպիսկոպոսներից ընդամենը 10-ը, բայց ես վախենամ, որ ձնագնդի էֆեկտով այս պրոցեսը շարունակվի, մանավանդ, որ Նիկոլ Փաշինյանը շեշտը դնում է երկու գործիքների վրա, որոնց ինքը տիրապետում է եւ հասարակության այլ սեգմենտներ, այդ թվում վեհապարը չեն տիրապետում, դա ռեպրեսիվ մեքենան է եւ կոմպրոմատները։ Նա այս երկու գործիքներով փորձում է իր հակաեկեղեցական, հակասահմանադրական կամպանիան հաջողությամբ պսակել։ Իմ օգտատերերը հարցնում են, ասում են, արդյոք այս ամենը չի վկայում այն մասին, որ վեհապարը թույլ է
Ես նման գնահատական վեհապարին չեմ տա սկզբունքորեն, չնայած համարում եմ, որ նրա սպասողական մարտավարությունը, որ որտեղ գրվել է, սխալ է, որևէ քննադատության չի ենթարկվում։ Ես իհարկե ենթադրում եմ վեհապարին ինչ գործոններ են կաշկանդում, բայց միևնույնն է, նման սպասողական մարտավարությունը որևէ ձևով արդարացված չէ։ Այն ինչ անում է Փաշինյանը, իրականում պիտի աներ վեհապարը։ Նա ամեն կիրակի պետք է լիներ մարզերում, հեռավոր, սահմանամերձ գյուղերում, եկեղեցիներում պատարակ վարեր, շփվեր հասարակության հետ, հասարակությանը գործոն դարձներ։ Հատկապես այն պարագայում, երբ որ ակնհայտ է, որ հասարակության մեծամասնությունը չի պաշտպանում Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական քաղաքականությունը։ Սա չի անում վեհապարը, ես չգիտեմ ինչով է նա կաշկանդված, կամ ավելի շատ գիտեմ, բայց առայժմ չեմ ուզում բարձրաձայնել, որ ի թիվս այլ գործոնների, ռեպրեսիաների, իշխանության ճնշումների Նիկոլ Փաշինյանը հաջողում է նաև այն պատճառով, որ ցավոք սրտի մեր հոգևոր վերնախավը որոշակի տկարություն ունի։ Բայց սրանք խնդիրներ են, որոնց մասին կբարձրաձայնենք միայն այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական միջամտությունը եկեղեցու գործերին բացառենք։ Ինձ հարցնում են ինչու եմ տարբերակված մոտեցում ցուցաբերում, այսինքն մի դեպքում վեհապարին պաշտպանում եմ, մյուս դեպքում նրան դեմ ընդվզած եպիսկոպոսներին անվանարկում եմ, մեծ դժվարությամբ ու բարդույթներով եմ դա անում, որովհետև քանի դեռ որևէ հոգևորական կարգալույս չէ, ես իսկապես զգուշանում եմ նրանց դեմ խոսել, բարոյական հոգևոր տաբուներից ելնելով, ուղղակի քաղաքական գնահատական եմ տալիս նրանց արարքներին։ Իդեպ էս հանգրվանը, որի շուրջ տեղի են ունենում իրադարձությունները, այն օղակը, որ սեղմվել է եկեղեցու շուրջ, վտանգավոր է նաև այլ իմաստով։ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց իր հակասահմանադրական կամպանիան վերածել ներեկեղեցական հակամարտության, որտեղ հակամարտ երկու խմբեր իրար դեմ պայքարում են, հաճախ ապահովում են սլիվներ, ինչ եմ ասում, սա խիստ վտանգավոր է, որտեղ Նիկոլ Փաշինյանը հրճվում է, երբ հակամարտ հոգևոր թևերը միմյանց վարկաբեկում են, եւ ի վերջո հասարակական գիտակցության մեջ եկեղեցու վերաբերյալ հենց եկեղեցականների, հակամարտ եկեղեցականների շուրթերով ձևավորվում է խիստ անբարենպաստ կարծիք, ինչը անշուշտ թուլացնում է հասարակական աջակցությունը եկեղեցուն։ Այս վտանգը ես զգում եմ, եւ եթե 10 եպիսկոպոսների մասին ավելի խիստ չեմ արտահայտվում, պատճառներից մեկը նաև սա է։ Քաղաքացիներ կան, որ բազմաթիվ առաջարկներ են այս շաբաթվա ընթացքում ներկայացնել Facebook-յան իմ էջում կամ YouTube-յան իմ նյութերի տակ կարող եք այդ մեկնաբանությունները տեսնել, առաջարկում են օրինակ եկեղեցու ներսում բարեփոխումներ, կուսակրոնության ուխտի վերացում այդ թվում, սրանք լուրջ հարցեր են, սիրելի հայրենակիցներ, ցանկացած առաջարկ քննարկման արժանի է, եթե արվում է ցիվիլ, եթե արվում է պատմության իմացությամբ, եթե արվում է մեր եկեղեցու ավանդույթները հաշվի առնելով, բայց եկեք երկու բան պայմանավորվենք։ Եկեղեցու բարեփոխումների մասին շարունակ կարելի է խոսել եւ անհրաժեշտաբար պիտի խոսվի, որտեղ մեր հոգևոր ընտրանին անհրաժեշտ որակներ չունի, սա պիտի խոստովանենք։ Բայց դա պիտի տեղի ունենա երկու հանգամանքի բավարարումից հետո։ Առաջին հերթին մենք պետք է կարողանանք կասեցնել Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական արշավը եկեղեցու դեմ, եւ երկրորդը մենք անշուշտ որպես հոտի անդամներ, եկեղեցու հետևորդներ իրավունք ունենք մեր կարծիքները ներեկեղեցական բարեփոխումների վերաբերյալ արտահայտել, բայց մի բան պիտի հստակ պայմանավորվենք, որ դա առաջին հերթին եկեղեցական ինստիտուտների
խնդիր է եւ դրանով եկեղեցու ինստիտուտները պետք է զբաղվեն։ Առանց այն էլ մեր եկեղեցին բավականին դեմոկրատիկ կառույց է, որտեղ մեր հայրապետը ընտրվում է ազգային եկեղեցական ժողովի կողմից, որի պատվիրակների ուղիղ կեսը աշխարհիկ անձինք են, բայց կրկնում եմ, բարեփոխումների մասին խոսելու իրավունք ունենք, բայց այդ բարեփոխումների մասին վերջնական կարծիք, ընդհանրական մոտեցում, համապարփակ լուծումներ պիտի առաջարկեն եկեղեցու ներսում գործող ինստիտուտները։ Բազմաթիվ օգտատերեր ինձ հարցնում են, ում պահանջով է կամ ում պատվերով է Նիկոլ Փաշինյանը իրականացնում իր այս դիվային կամպանիան եկեղեցու դեմ։ Սիրելի հայրենակիցներ, ովքեր իմ քաղաքական գործունեությանը ծանոթ են, գիտեն, որ ես դավադրապաշտական տեսություններով աշխատում եմ չառաջնորդվել եւ որպես կանոն իմ եզրակացությունն ու դիտարկումները կառուցում եմ կոնկրետ փաստերի վրա։ Եթե նույնիսկ արտաքին օրակարգեր եւ պատվերներ չլինեն, ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանը սեփական քաղաքական օրակարգից ելնելով պայքար է տանում դիմադրության բոլոր կենտրոնների դեմ երկրի ներսում։ Ապրիլ-մայիս ամիսներից սկսած նա փորձում է երկրում արկա ավտորիտար համակարգը փոխակերպել տոտալիտար համակարգի, այդ պատճառով նա դիմադրության բոլոր կենտրոնների դեմ պայքարում է, օրինակ դրան ապացույցն է Սամվել Կարապետյանի դեմ կամպանիան, դրա ապացույցն է փաստաբաններին թիրախավորումը, դրա ապացույցն է լրագրողների դեմ արշավը, ինչի հետևանքով այսօր Նարեկն ու Վազգեն անազատության մեջ են, Սաթիկ Սեյրանյանի եւ ժուրնալիստների միության դեմ միանզուսպ կամպանիա է ծավալվել, դրա պատճառով են նաեւ ազատազրկված 3 շատ հարգարժան սրբազանները եւ այսպես կարող եմ շարքը համալրել բազմաթիվ դրվագներով։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ եթե ամբողջովին վերահսկելի համակարգ, տոտալիտար համակարգ չստեղծի, որ եթե տոտալիտար վերահսկողություն չունենա կյանքի բոլոր ոլորտների նկատմամբ եւ ամենքն ու ամեն ինչ չլինեն իր վերահսկողության տակ, 2026 թվականին չի կարողանալու լուծել իր վերարտադրության խնդիրը։ Ահա եկեղեցու դեմ պայքարը որպես դիմադրության լուրջ կենտրոն ամբողջովին տեղավորվում է այս տրամաբանության մեջ։ Սա արդյոք ենթադրում է, որ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական կամպանիան արտաքին հովանավորներ չունի։ Չէ, այդպիսի պնդում էլ չեմ անի, հավանաբար նաև արտաքին համատեքստի է Նիկոլ Փաշինյանը բավարարում, մանավանդ մենք ունենք Փաշազադեի մի շարք հայտարարություններ, որոնցով նա թիրախավորել է հայ առաքելական եկեղեցուն, իդեպ այդ թիրախավորումից հետո Նիկոլ Փաշինյանը կոնկրետ գործողություններ է արել եւ ես չեմ բացառում նաեւ արևմտյան գլոբալիստական կենտրոնների շահագրգռվածությունը մեր եկեղեցու թուլացման հարցում։ Բայց արտաքին հետքի մասին պնդումներում ես մի քիչ ավելի զգուշավոր եմ լինում, որտեղ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի ներքին մոտիվների, նրա արտաքին շարժառիթների մասին պնդումներս ամրապնդված չեն բավարար փաստերով։ Բայց ես ենթադրում եմ, որ եկեղեցու դեմ իր կամպանիայում վստահաբար Նիկոլ Փաշինյանը ունի ներքին շարժառիթ եւ ենթադրաբար նաեւ արտաքին թելադրանքներ կան։ Սա եկեղեցու հետ կապված այս թեման ցավոք սրտի առաջիկա շաբաթներին ինձ թվում է մեր բոլոր զրույցների առանցքային թեման է լինելու եւ հիմա վերադառնանք մեկ այլ սկզբունքային թեմայի, որ ամբողջ նախորդ շաբաթ ալեկոծում էր մեր քաղաքական դիսկուրսը եւ լրահոսը։ Այսպես կոչված քաղաքացիականներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ փոխադարձ այց են կատարել Բաքու։ Ես այդ սեգմենտի մասին իմ կարծիքը հայտնել եմ։ Ես Երևանից Բաքու ժամանած 5 մեր հայրենակիցներին քաղաքացիական հասարակություն չեմ համարում, որտեղ նրանք
ֆինանսավորվում են արևմտյան որոշակի կենտրոններից եւ նրանց քաղաքական շահերի տնասլիարներ են։ Այնուամենայնիվ նրանք այցելեցին Բաքու, վերադարձան Երևան, հանդես եկան ասուլիսով, երկու հանգամանքի վրա ես ուշադրություն եմ դարձնում։ Առաջինը նրանք, ինչպես եւ իրենց հովանավորներից մեկը Նիկոլ Փաշինյանը Հաջիևի խոսքերի վրա հիմնվելով ավարտված կամ հաստատված խաղաղության մասին էին խոսում։ Ես ուզում եմ իմանալ այդ երբվանից Հայաստանում այսպես ծաղկեցին Ալիևի ու Հաջիևի դեսպանները, որոնք խաղաղության հաստատման ինստիտուցիոնալ օբյեկտիվ հիմքեր չեն կարողանում մատնանշել եւ որպես վերինաշճանի ճշմարտություն վկայակոչում են Ալիևի կամ Հաջիևի մեծահոգությունը։ Սա այլ բան չի նշանակում, քան Ալիևյան ռեժիմի հումանիզացիայի ապահովում։ Դրա համար եմ ասում, այս 5-ը Փաշինյանը, իր արտգործնախարարն ու անվտանգության խորհրդի քարտուղարն ու մյուսները վերածվել են Ալիևի դեսպանների կամ դեսպանիկների Հայաստանի տարածքում։ Երկրորդը Բաքու մեկնած եւ Երևան վերադարձից հետո ասուլիս տված գործիչներից մեկը ասում էր, որ Հայաստանում այն ընդդիմադիրները, ովքեր դեմ են հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, օտարերկրյա գործակալներ են, սրիկաներ են կամ ապուշներ են։ Նախ սկսենք նրանից, որ Հայաստանում չկա մագիստրալ որևէ քաղաքական ուժ ընդդիմադիր սեգմենտում եւ չի էլ եղել անցած 20-30 տարիների, ով դեմ արտահայտվի Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Նման բան ուղղակի չկա։ Մենք բազմաթիվ ընդդիմադիրներ դեմ են արտահայտվում ոչ թե խաղաղության գաղափարին, այլ խաղաղության այն մոդելին, որը Բաքվի պարտադրանքով որդեգրել է Փաշինյանը, իսկ Փաշինյանի որդեգրած մոդելը ենթադրում է միակողմանի նվաստացուցիչ զիջումներ Ադրբեջանին, նաև Թուրքիային։ Սա խաղաղության հետ որևէ կապ չունի։ Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնավորման ընթացքում 10 անգամ պատերազմի մեջ է ներքաշել Հայաստանը բազմաթիվ տարածքային մարդկային կորուստներով, հիմա էլ նրա որդեգրած խաղաղության մոդելը ենթադրում է կամ հայկական պետականության դեֆակտո ոչնչացում, կամ ինչ-որ փուլում նոր էսկալացիայի համար դուռ է բացելու։ Այս սրան ենք մենք հակադրվում, ոչ թե Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Ես կոնկրետ որպես քաղաքական գործիչ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը փոխզիջումային հիմքով կողմ եմ եղել իմ քաղաքական կենսագրության ողջ ընթացքում, թե մինչև 44-օրյա պատերազմը եւ թե դրանից հետո։ Ավելին մշտապես այդ պատճառով թիրախավորվել եմ եւ մշտապես այդ պատճառով առնվազն 1998 թվականից հետո կոնկրետ իշխանությունների վարած Ղարաբաղյան քաղաքականության նկատմամբ ունեցել են վերապահումներ։ Հետևաբար նրանց այս պնդումները էլի Բաքվի նարատիվներից են բխում, Հայաստանի այսպես կոչված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պնդումները էլի Բաքվի նարատիվներից են բխում եւ որևէ աղերս չունեն իրականության հետ։ Այս ամբարտավան հայտարարությունից հետո, երբ որ օտարերկրյա գործակալ են բնորոշում ընդդիմադիրները, ես առաջարկեցի հրապարակային դաշտում, որպեսզի օտարերկրյա գործակալների մասին օրենք ընդունվի, եւ ես խոստանում եմ, որպես դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ, որից ձևաչափով էլ մենք մասնակցենք խորհրդարանական առաջիկա ընտրություններին, օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը դառնալու է այդ ձևաչափի առանցքային կետերից մեկը։ Ես դա խոստանում եմ։ Ընդ որում այս օրենքի ընդունմամբ մենք ոչ թե միջազգային դոնորներից գումարների ստացման սահմանափակման հարց ենք լուծում, այլ դրանց թափանցիկության,
Մենք միջազգային հանրության մաս ենք եւ չենք կարող ինչ-որ ՀԿ-ներ իրենց գործնայության շրջանակներում համագործակցության ձևեր չունենան միջազգային ինչ-որ կառույցների հետ, չեն կարող նրանցից ինչ-որ գրանտներ, այլ գումարներ չստանալ։ Սրա մեջ չի խնդիրը։ Խնդիրն այն է, որ մենք պետք է հստակ իմանանք, եւ դա օրենսդրորեն պետք է կարգավորվի, Հայաստանի որ ՀԿ-ն որտեղից է ֆինանսավորվում, այսինքն միջազգային որ կազմակերպություն է ֆինանսավորում այդ ՀԿ-ին, ինչ նպատակ ունեն այն ծրագրերը, որոնք օտարերկրյա ֆինանսավորմամբ իրականացվում են, եւ արդյոք այդ ծրագրերը հակադրության մեջ չեն մեր պետական շահերի եւ հասարակական անվտանգության սկզբունքների հետ։ Մի շարք երկրներում աշխարհի ոչ միայն Ռուսաստանում ընդունված այս օտարերկրյա գործակալների մասին օրենքի հետևում ռուսական ականջներ տեսնել։ Դա բացարձակ այդպես չի։ Աշխարհի մի շարք երկրներում այդ օրենքը կա ազգային անվտանգության շահերից ելնելով հասարակական հարաբերությունների բնականոնության սկզբունքից ելնելով։ Առաջին այդ օրենք հենց Միացյալ Նահանգներն ընդունել անցյալ դարի 30-ական թվականներին։ Ով որ սրա մեջ ռուսական հետքեր է տեսնում, ես իմ ինչեր է տեսնում, թող մի քիչ քաղաքագիտություն սովորի եւ մի քիչ պատմություն թերթի եւ կտեսնի, որ ռուսները այս հարցում ամենևին էլ առաջատար չեն։ Հետևորդներից մեկը գրում է չես վախենում այդ օրենքի ընդունումից, ցանկում առաջինը դու կլինես, միանգամից պատասխանեմ սիրելի հետևորդ, ես որպես անձ, որը կուսակցության ղեկավար է, նաև մեր կուսակցությունը ամեն տարի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին մեր ֆինանսական տարեկան կտրվածքով շարժերի մասին հաշվետվություն ենք ներկայացնում, վախենալու ոչինչ չունեմ, իմ քաղաքական գործնայության ողջ ընթացքում որևէ ցենտ արտաքին դոնորներից չեմ ստացել։ Պետությունը ես էլ խիստ ընդդիմադիր գործիչ եմ, մեր պետական իշխանությունը իր բոլոր ռեսուրսներով կարող է ստուգել։ Ավելին, ես կուզեի Հայաստանում մեր կուսակցության ու իմ պես թափանցիկ լինեին բոլոր ստրուկտուրաները։ Կրկնում եմ, ամբողջ գործնայության ընթացքում, թե ես, որպես Սուրեն Սուրենյաց, թե դեմոկրատական այլընտրանքը, որպես իմ կողմից ղեկավարվող կուսակցություն, որևէ ցենտ օտար փող չենք ստացել։ Մի հետևորդ էլ հարցնում է, բա մտավախություն չունեք, որ Եվրոպայից ձրի զենք չենք ստանա եւ միլիարդներ չենք ստանա, եթե նման օրենք ընդունենք։ Միանգամից ասեմ մեր հարգելի հետևորդին, որ մենք Եվրոպայից ձրի զենք չենք ստանում եւ առավելևս միլիարդներ չենք ստանում։ Սա կեղծ նարատիվ է, որ իշխանությունը իր հակառուսական ստրիպտիզների ընթացքում ձեզ կերակրում է, ավելին եվրոպական որևէ երկիր, նույնիսկ Արցախի կործանումից հետո Հայաստանի պատրաստ չի անվտանգության երաշխիքներ տալ։ Ես ուզում եմ, որ դուք այս կեղծ նարատիվների գերին չլինեք։ Ես մշտապես եղել եմ բալանսավորված արտաքին քաղաքականության կողմնակից, շատ թանկ եմ գնահատում հայ-ռուսական ստրատեգիական հարաբերությունները, խիստ արժեքավոր եմ համարում Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունները, Հայաստան Միացյալ Նահանգներ հարաբերությունները, խիստ կարևորում եմ Հայաստանի հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության եւ Վրաստանի Հանրապետության հետ, խիստ արժեքավոր եմ դիտում Հայաստանի հարաբերությունները Չինաստանի, Հնդկաստանի արաբական աշխարհի հետ։ Հետևաբար ես բոլոր ազնուտներում շատ ակտիվ նախաձեռնողական արտաքին քաղաքականության կողմնակից եմ, բայց մյուս կողմից պատրանքներով չեմ առաջնորդվում եւ վստահաբար այսօր որևէ երկիր բացի մեկից ումից մենք դժգոհ ենք անվտանգության երաշխիքներ պատրաստ չի տրամադրել Հայաստանին։ Իհարկե մենք դժգոհ ենք ռուսական անվտանգային համակարգից, ՀԱՊԿ-ից, ռուսական անվտանգային հովանոցից, ես էլ եմ դժգոհ, բազմաթիվ անգամներ ներկայացրել եմ, թե հոդվածի տեսքով վերլուծություններ, թե այսպես եթերներով, հիմա էլ կարող եմ տասնյակ դժգոհության առիթներ նշել, բայց մենք ունենք մի մոլորություն,
Ռուսական թեկուզ եւ անկատար անվտանգային համակարգը համեմատում ենք ոչ թե դրա չգոյության եւ դրա հետևանքով առաջանալիք հնարավոր ռիսկերի հետ, այլ իդեալական ինչ-որ համակարգի հետ, որը մեզ ոչ մեկ պատրաստ չի առաջարկել։ Հետևաբար, առաջարկում են ոչ թե ՀԱՊԿ-ից նեղանալ, խռոված աղջկա պես չգնալ, չմասնակցել այդ գագաթաժողովներին, կամ այդ կիսատ պռատությունը։ Սառեցրել ենք, բայց դուրս չենք գալիս, որոշումների տակ վրա վետո չենք դնում, բայց անդամավճար չենք լուծում, այլս առաջարկում եմ ակտիվ մասնակցել ՀԱՊԿ գագաթաժողովներին, մեր վերապահումները շատ ուղիղ տեքստով մեր գործընկերներին ասել, ինչ-որ հնարավորություններ ման գալ, որը կուժեղացնի անվտանգության բարձիկները մեր, նաև ռիսկերը կառավարել, որտեղ եթե մի բանի մասնակցում ես, շատ ավելի մեծ է հնարավորությունները այդ որոշումների կայացման վրա ազդելու։ Եվ սիրելի հայրենակիցներ, հաղորդման վերջին հատվածում մի քանի հարցերի պիտի պատասխանեմ, որոնք ներքաղաքական օրակարգին են վերաբերվում։ Օրինակ, մեր օգտատերերից մեկը ասում է, որ այնպիսի համախմբում է պետք, որը միայն շարժումը կարող է ապահովել, որը բազմաշերտ լինի, եւ այդ ընդդիմադիր համախմբման հարցում նաեւ սոցիալ-տնտեսական հարցեր լինեն, այլ խոսքով հարցեր, որոնք մեր հասարակության օրվա կենցաղին են վերաբերվում, կյանքի որակին են վերաբերվում, միանգամայն համաձայն եմ, բայց այստեղ շարժում ստեղծել ինքնանպատակ չէ, կարող է դա ընդդիմադիր արդյունավետ կոնսոլիդացիա լինել, որը իր այլընտրանքային ծրագրերը կկառուցի ձեր մտահոգությունների հիման վրա, հարգելի հետևորդ, նաև իրական այլընտրանք կհամարվի իշխանությանը։ Ես տեսնում եմ իդեպ հնարավորություն, որ այս ընտրական ցիկլի շրջանակներում նման համախմբում հնարավոր է եւ 3-4 բևեռներ, գուցե 5 ընդդիմադիր կարող են առաջանալ, իհարկե նրանցից ով իրական այլընտրանք հասարակական ընկալման մեջ կհամարվի իշխանությանը, ովքեր գծախող են, դա ցույց կտա ժամանակը։ Հիմա ես դերևս խմորումներ են ընթանում, ներքին պրոցեսներ, պատրաստ չեմ, մենք էլ ենք դրան մասնակցում, ես էլ կուսակցությունել, բայց պատրաստ չեմ հիմա, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ինչ-որ լուծումների մասին խոսել։ Օգտատերերի մի զգալի մաս թերավատություն ունի ընտրությունների ինստիտուտի հանդեպ եւ պնդում է, որ կներեք, համախմբան մասին մի երկու խոսք էլ ասեմ, անցած շաբաթ խորհրդանական լսումների ընթացքում իշխան Սաղաթելյանը 4-5 սկզբունք էր առաջարկել խաղի կանոններ ընդդիմադիր ամբողջ դաշտի կոնսոլիդացիայի համար, սա իհարկե չի ենթադրում, միանգամից ասեմ, որ այդ սկզբունքների հետ հիմնականում համաձայն ենք, երբ որ կոնսուլտացիաներ լինի, մենք մեր կարծիքը կհայտնենք, բայց այս հարցում մի սկզբունքային դիրքորոշում հայտնեմ եւ դա չի հակադրվում իդեպ այն տեսակետի հետ, որ հնչեցրել է իշխան Սաղաթելյանը, կատարյալ ընդդիմադիր համախմբում լինել չի կարող։ Մեկ դրոշի տակ, մեկ միասնական ցուցակով նման բան չի լինում։ Ընդդիմությունները ի տարբերություն իշխանությունների միասնական կենտրոնից ղեկավարվելու հակում հատկություն եւ առաքելություն չունեն։ Հետևաբար մի պատկերացրեք, որ բոլորս մի դրոշի մի ցուցակի մեջ կմիավորվենք, մի դրոշի տակ մի ցուցակի մեջ, այդպիսի բան չի լինում։ Կարևոր է ինչ-որ սկզբունքների շուրջ, օրինակ ոնց որ Գյումրիի թիմ ընտրություններում էր ընդդիմությունը գա կոնսոլիդացիայի։ Այս դրան հավատում եմ եւ ամեն ինչ կանեմ, որ դա այդպես լինի։ Ասում եմ իշխան Սաղաթելյանի առաջարկներն էլ շատ արժանի են քննարկման, որոնք ընդդիմադիր գործողությունների ներդաշնակության կտանեն, բայց այդ առաջարկներից, որոնց մասին ես ամիսներ առաջ խոսել եմ, հատկապես մեկը շատ կկարևորեմ։ Ուրեմն մինչև ընտրական ցիկլի մեկնարկը բոլոր ընդդիմադիր ուժերը պիտի կարողանան հասնել այնպիսի մի հանգրվանի, որպեսզի երկրում քաղաքականավորներ չլինեն։ Որտեւ եթե երկրում կան քաղաքապանտարկյալներ, օրինական մրցակցային ընտրությունների հեռանկարը վտանգված է։ Չի կարող
Սա ակսիոմա է քաղաքական, չեն կարող երկրում լինել քաղ բանտարկյալներ, միաժամանակ բոլորս ձև տանք, որ ոչինչ այս երկրում չի կատարվում, ռեպրեսիաներ չկան, հետապնդումներ չկան եւ ուղիղ զվարթ գնանք խորհրդարանական ընտրությունների, որտեղ տեսեք, եթե հայացք ունենալու համար, տարբերվող խոսք ունենալու համար, օֆիցիոզից տարբեր դիրքորոշում ունենալու համար մարդիկ հայտնվում են անազատության մեջ, հասարակ քաղաքացին չի գալու դիմադիր հավաքների նախընտրական փուլում նույնիսկ, որտեղ առնվազն աշխատանքից հեռացվելու կամ հետապնդման ենթարկվելու վտանգ է ունենալու։ Ուրեմն քաղ բանտարկյալների ազատ արձակումը ոչ միայն հումանիստական խնդիր է, եւ որ մենք որպես ընդդիմություն, որպես դեմոկրատիային ձգտող ուժեր դի հետամուտ լինենք այդ հումանիստական խնդրի լուծմանը, սա էլ իր հերթին, այլ նաեւ քաղաքական խնդիր է քաղ բանտարկյալների ազատ արձակման հարցը, ընտրությունների օրինականությունն ու մրցակցայնությունը երաշխավորելու խնդիր է։ Ուրեմն բոլորս մի կողմի թողենք մեր հակասությունները եւ առաջին հերթին իշխանությունների ռեպրեսիայի դեմն առնենք, այդ ռեպրեսիայի հետևանքները վերացնենք, առանց դրա մրցակցային եւ օրինակելի ընտրությունների մասին կարող ենք մոռանալ։ Այն քաղաքացիների մի խումբ էլ ասում ընտրությունից առաջ հարցերը պիտի լուծենք, որտեղ ընտրությունների ինստիտուտին չեն հավատում։ Այն ընտրությունների ինստիտուտին չհավատացող մարդիկ առաջի պլան որպես բերում են քաղաքականավորների արկայությունը, ասում են մարդը բան ասես, գնաց տարան փակեցին, միլիարդատեր մարդու եթե փակեցին, սրբազաններին եթե փակեցին, մենք ով ենք, որ մեզ չփակեն։ Լեգիտիմ է այս մտահոգությունը, նոր հենց սրա մասին էի խոսում։ Բայց սիրելի հայրենակիցներ, շարունակում են պնդել, որ ընտրությունները մնում են փոփոխությունների ամենաարժանավետ ճանապարհը։ Ես գիտեմ, որ իշխանությունները խաղի մեջ են մտնում +15% բոնուսով, այդ վարչական լծակներն են, ճնշումները եւ այլն եւ այլն։ Ուրեմն ընդդիմության խնդիրը մի քիչ դժվարանում է, բայց անլուծելի չի։ Մենք պետք է ինձ արդյունավետ համակարգ ստեղծենք, որ այդ +15% իշխանության գերազանցելու կամ հաղթահարելու ռեսուրս ու պոտենցիալ ունենա։ Լուծելի խնդիր է, դժվար խնդիր է, բայց կարծում եմ լուծելի խնդիր է։ Իհարկե, ես իմպիչմենտին էլ դեմ չեմ եղել, հիմա էլ եթե տեսնեմ իմպիչմենտի ուղղությամբ գործնական քայլ, անպայման կմասնակցեմ։ Բայց եկեք մի բան պայմանավորվենք, մի բան է ցանկությունը, մի բան է իրականությունը։ Ուրեմն ես կանխատեսում եմ, որ այս աշնանային նստաշրջանի ավարտի հետ միասին իմպիչմենտի մասին խոսակցությունները դադարեն, որտեղ հաջորդ նստաշրջանը արդեն համընկնելու է նախընտրական արշավի հետ եւ տեղել չեն ունենալու այդ նստաշրջաններ, այսինքն մեզ ըստ էության մի ամիս է մնացել իմպիչմենտի գաղափարը ռեալիզացնելու համար, եթե իհարկե դա հնարավոր է։ Իսկ դրա համար պետք է համաժողովրդական շարժում, դիմադիր ուժեղ հարթակ, այլ ընտրական ծրագիր եւ այլն։ Իսկ պետք է ճիշտ նույն են հատկանիշները, որոնք պետք են ընտրություններում հաղթելու համար։ Մի ամսում կհասցնենք այդ հատկանիշները ստեղծել եւ հասնել իմպիչմենտի հնարավորություն կա, հավանականությունը գրեթե 0-ական է։ Այդ հատկանիշները կհասցնենք ձևավորել միջև ընտրությունները, դրանով հասնել իշխանափոխություն։ Եվ հնարավորությունն է շատ մեծ եւ հավանականությունն ավելի մեծ։ Ուրեմն մենք այս րոպեից մտքում ունենալով իշխանափոխությունը, պետքա արդյունավետ ընդդիմադիր համակարգեր ստեղծենք։ Կհասցնենք ավելի շուտ հանգուցալուծումների հասնենք, ավելի լավ։ Չենք հասցնի ընտրությունները պետք է համարենք փոփոխությունների արժանահավատ ձևը։ Ինձ հարցեր են տվել նաև Արման Թաթոյանի հայտնի արտահայտության վերաբերյալ, երբ նա ասում էր, որ եթե նախկին նախագահներ ուզում են երկրում փոփոխություններ լինի, դուրս պետք է իրենց դնեն քաղաքականությունից, հարցում են ես ինչ կարծիքի եմ։ Սիրելի հայրենակիցներ, ես նախագահների քաղաքական դերակատարության, նրանց իշխանության վերադառնալու հնարավորությունների կամ հավանականության մասին իմ դիրքորոշումները բազմիցս արտահայտել եմ։ Նախ, միջև այս հարցի վերաբերյալ կարծիք հայտնել եմ, ուզում եմ արձանագրենք, որ նախագահներից առնվազն երկուսը
այլևս բացառել են իրենց վերադարձի իշխանություն Լևոն Տեր-Պետրոսյանը դերևս 21 թվին էր առաջարկում, որ բոլոր նախագահները կոնսոլիդացվեն, բայց իրենցից ոչ մեկ չլինի ցուցակի առաջին համարը, Սերժ Սարգսյանը դրա մասին բազմաթիվ անգամներ է հայտարարել, Ռոբերտ Քոչարյանն է, որ շարունակում է մնալ քաղաքականության մեջ եւ չթաքցնել իր հավակնությունները։ Սկզբունքորեն, եթե կուզեք իմանալ իմ կարծիքը, ես համարում եմ, որ Արցախի կործանումով փակվեց նախկին նախագահների իշխանություն վերադառնալու հնարավորության էջը։ Այս մարդկանց կենսագրությունը կապված էր Արցախի հետ, նրանք համազգային շարժման գործիչներ էին, պատերազմի ակտիվ դերակատարներ առաջին եւ հենց դրա բերումով վեն ձևավորվել Հայաստանի առաջին 3 իշխանություններ, դրա համար եմ Արցախի կործանումը համարում մի հատ էպոխայի ավարտ, որը փոքրացնում է նախագահներից որևէ մեկի իշխանություն վերադարձնելու հավանականությունը։ Սա այսպես որպես պատմաքաղաքագիտական որոշում համարեք, բայց ես դեմ եմ, որ ինչ-որ մարդիկ որոշեն ով պիտի հավակնություններ ունենա կամ զբաղվի քաղաքականությամբ կամ ոչ։ Գիտեք, ոչ թե նախագահներին պիտի ասել դուք դուրս եկեք քաղաքականությունից, որտեղ խանգարում եք, դա արհեստական թեզ է։ Դա արհեստական թեզ է։ Ինչ-որ մեկը չի կարող իշխանափոխությանը օգնել կամ խանգարել։ Գիտեք, հասարակության 50-60%-ը կողմնորոշված չի։ Հետևաբար ոչ գործող իշխանության էլեկտորալ բազայի մեջ է, ոչ նախկին նախագահների։ Ուրեմն այդ 60%-ի հետ պիտի աշխատել։ Ու այդ 60%-ի համար արդյունավետ աշխատելու համար պիտի արդյունավետ ծրագրեր եւ այլընտրանքային հարթակ ունենալ։ Այլ խոսքով պետք է ստեղծել արդյունավետ ընդդիմադիր մոդել։ Ուրեմն իմ կամ որևէ ուժի խնդիրը, որ քաղաքական հայտ է ներկայացնում, այդ արդյունավետ մոդելը ստեղծելն է, ոչ թե մեղքը նախկին նախագահների գրպանը գցելը։ Այդ արհեստական թեզ է, այդ թեզը հաճախ լսում ենք նաև իշխանականների կողմից։ Ես չեմ ասում, որ Թաթոյանի իշխանական թեզը շրջանառել, ամենևին։ Ես ասում եմ թեզը ինքնին արհեստական է։ Դու ստեղծիր արդյունավետ հարթակ, ստեղծիր արդյունավետ օրակարգ եւ 50-60%-ի աջակցությունը կստանաս, դրանով խաղից դուրս կդնես թե գործող իշխանությանը, թե նախկին նախագահներին ինքնաբերաբար։ Այսինքն ոչ թե ինչ-որ մեկը չպիտի որոշի ով զբաղվի քաղաքականությամբ կամ ոչ, ով ունենա հավակնություններ կամ ոչ։ Գնա ստեղծի արդյունավետ համակարգ, այդ խնդիրը ինքնին այդ արդյունավետ համակարգով կլուծվի։ Եթե արդյունավետ համակարգ չես կարողանում ստեղծել, ինչ իրավունքով ես նախկին նախագահներից որևէ մեկին ցուցում տալիս հեռանալ քաղաքականությունից։ Իմ դիրքորոշումը հարցի վերաբերյալ էսա, կարծում եմ բավականին արդյունավետ դիրքորոշում է, ես համենայն դեպս սկզբունքորեն դեմ եմ, որպեսզի այս կեղծ նարատիվները, որոնք հաճախ ոռոգվում են իշխանության կողմից, մենք դնենք շրջանառության մեջ։ Ես ինքս ունեմ հստակ դիրքորոշում, որ Հայաստանի հասարակության մեծամասնությունը այս իշխանությանը դեմ է եւ հին համակարգի ռեստավրացիային նույնպես դեմ է, բայց փոփոխություններ տեղի չեն ունենում, որտեղ այլընտրանքային քաղաքական բովանդակություն, այլընտրանքային քաղաքական արդյունավետ մոդել ձևավորված չէ։ Ուրեմն դրա ձևավորմամբ ընդհանրապես պետք է զբաղվել եւ հասարակության այդ մեծ մասի տրամադրությունները բավարարված կլինեն, փոփոխություններն էլ անխուսափելի։ Սա է իմ դիրքորոշումը, լավ մնացեք, միշտ նոր հանդիպում։